Միքայել Սրբազանի, երբ որ ինքը գալիս է դեպի քննչական կոմիտե, ճանապարհին լրագրողները հարց էին տվել, նաև որ ձեր տեխնացության հարցն է քննարկվում որպես վարչապետի տեխնացու եւ նման հարցեր էին հնչում։ Երբ որ մենք արդեն եկան քննչական կոմիտե, արդեն համացանցում կար տեղեկություն, որ Էդմոն Մարիկյանը առաջարկել է վարչապետի տեխնացու Միքայել Սրբազանին եւ նաեւ որ խմբակցությունը, կարծեմ Հայաստան Դաշինք խմբակցությունը համաձայնվել է եւ այս տիպի քննարկումներ արդեն կար։ Մենք քննչական կոմիտեում կոնֆիդենցիալ զրույցի հնարավորություն ունենք մեր պաշտպանյալի հետ։ Դա բոլորը գիտեն։ Մենք 5 պաշտպաններով առանձին Միքայել Սրբազանի հետ առանձին քննարկել ենք մեր անելիքները։ Երբ որ մենք խոսում ենք դրա մասին, այդ մասին էլ խոսեցինք, որ այսպիսի հայտարարություններ կա Սրբազան։ Ու նաև եկեք մի կարևոր բան ֆիքսենք, Ժորժ ջան։ Մեր խնդիրը առաջնահերթ Միքայել Սրբազանի շահերն են, ամենաառաջին, մեր շահերից էլ բարձր իր շահերն են։ Հիմա տեսեք, իրեն մեղադրում են, ասում են դուք ռազմական հեղաշրջման, այսինքն իշխանությունը զավթելու կոչերով եք հանդես եկել։ Սրբազանը ասում է, ես այդպիսի կոչեր չեմ արել, ինչ էլ ասել է դա քննադատություն է, դա հիմա դրա մասին մեր գործընկերները ավելի մանրամասն կասեն, եւ զուգահեռ process է գնում, որով ասում են ինքը վարչապետի տեխնացուն է մեր։ Հիմա պատկերացրեք պաշտպանական կողմից։ Կարծես ուզում են դիտավորել կապակցեն, որ հիմնավորեն այս կոչերի տրամաբանական կապը։ Ավելին ասեմ, երբ որ ձեր այդ հարցազրույցի ժամանակ հենց այդ օրը եկեղեցու բակում, երբ որ մեկը հարցը դուք այսպեսի բան եք ասել, Սրբազանը նույնիսկ այդտեղ պորտկացեց, այո, ասել եմ, լավ եմ արել, էլի եմ ասում, այդ հատվածը բերել են իրենք դատարան եւ փորձում են ապացուցել, որ ինքը կրկին նույն հանցագործությունը կատարել է որպես կալանքի միջնորդության հիմնավորում։ Այսինքն իրենք ամեն ինչ ֆիքսում են, որ մի բառ փոխեն եւ օգտագործեն Սրբազանի դեմ։ Դրա համար հենց այդտեղ Սրբազանի համաձայնությամբ, մեր 5 պաշտպանների ներկայությամբ այդ տեքստը կազմվեց եւ այդ տեքստը մենք որոշեցինք հրապարակել, երբ որ կավարտենք ու դուրս կգանք։ Դրա համար, երբ որ մենք իջանք արդեն ներքև, երբ որ ավարտվեց քննչական գործողությունները, երբ որ իջանք, ես իջնելու ժամանակ հենց շենքում հրապարակել եմ եւ դուրս եմ եկել, սկսել եմ լրագրողների հետ խոսել։ Սա էլ հայտարարության հետ կապված, որի մասին ձեր հարցերի միջոցով արդեն ավելի, եթե ինչ որ այդ տեսակետից եք ուզում խոսել, կխոսենք։ Կավարտեմ նոր, ես խնդրեմ ավարտենք։